Ցանցանեն գշարունակենք մեր հաղորդումը հարկելի ունգընցիրներ եւ ակընցիրներ անգամ եւս լավ օր հանգիստ խաղաղ արավոտ մցեր բոլորին վանացային ինտերակցիոն հաճելի ունգընտրություն մենք փոխանցած ենք ցեզ այսօր պիտի խոսենք համասկայնի ֆորումի մասին մեծ ուրախությամբ բարի լույս կսենք համասկայնի գետրոնական վարչության անդամ ֆորումի ներկայացուցիչ Ընկերարար Գևորգյանին բարի եկած եք անգամ եւս եւ ֆորումի պատասխանատու Ընկերի Արենի Խաչատուրյանին բարի լույս Արենի ինչպես ես լավ ինչպես եք շատ լավ Արենի առաջնակամը դեվանացային Չէ, վստահ առաջինը չէ շատ լավ մենք պիտի անցնենք մեր սերույցի նախ գարձեմ որ մեր ունգընտիրներուն պետք է անգամ եւ սև ամեն տարի գխոսենք բայց նորեն թերևս ունգընտիրներ կան ագընտիրներ կան ցանոթ չեն համասկայնի ֆորումին ինչ է համասկայնի ֆորումը երբ սկսավ եւ ինչ է նպատակը այո ուրեմն նախ բարևուրի շատ ուրախ ենք այս տարի ալ ներկա գտնվելու որովհետեւ զեկուցենք մեր ֆորումի աշխատանքներուն մասին Ուրեմն ինչպես գիտենք համասկայնի ֆորումը երդասարտական համասկայնի գետրոնական վարչության երդասարտական ծրագիրը մնե որ ամեն տարի գլայ Երևանի մեջ Հայաստանի մեջ եւ արդեն 30 տարին անցած է եւ մենք անցյալ տարի 30 տարեկան եղանք եւ շատ լավ ծրագիրով ներկայացանք շատ հետաքրքրական ելույթներ որ սերուժնալ մասնակցեցավ եւ այդ բոլոր աշխատանքները որ եղան իսկապես հբարդություն մներ թե համասկայնին թե հայ մշակույթին եւ թե ասենք հայ լեզվին եւ հայության ընդհանուր առմամբ ուրեմն հուրի 30 տարի առաջ արդեն առաջին անգամ ֆորումը սկսած է կորձել ֆորումին ինչպես գիտենք նպատակն է աշխարհի 4 կողմերեն հայ երդասարտները համախմբել հայրենիք Հայաստանի մեջ իրենց զանոթացնել հայ մշակույթը հայ լեզուն հայկական ասենք գեղեցիկ վայրերը ավանդությունները մշակույթային բոլոր դեսագի ավանդություններ եւ գեղեցկությունները մեր հայկական եւ մեր փուն նպատակն է հայաբահբանման աշխատանքը հայ մշակույթի բահբանումը եւ ներկայացումը աշխարհասփյուր եւ Հայաստանի Արցախի ասենք երդասարտներուն միջև իրենց համախմբել եւ միասնապար լավ ժամանակ անցնել եւ իրար ծանոթացնել Իսկապես շատ կարևոր մենք երբեմն խոսենք կգարձեմ որ մարդիկ սովորական բդույթի մասին խոսենք դեպի Հայաստան համախմբել ինչպես որ ասիկ աշխարհի 4 կողմեն դարբեր քաղաքները եկած երիտասարդներ բայց խորքի մեջ շատ ավելի մեծ առաքելություն ունի ֆորումը չէ այո Արենի քեզի համար ինչ նշանակություն ունի այս ծրագիրը Հիմա ինձ համար ես նաև ֆորումի մասնակցած եմ 2017 թվականին երկու Տիդանգուն ունիմ այս ծրագրին մեկը որպես նախկին մասնագետ եւ մեկը որպես ներկա պատասխանատու երբ որ որպես մասնագետ արդեն գծանոթանանք դարբեր ընկերներու դարբեր քաղաքները եկած սենք երիտասարդներու իրենց ամբրելագերբին գծանոթանանք միասին գայցելենք Հայաստանի դարբեր վայրերը իրար հետ փորձառություններ գգիսենք եւ այսինքն երկարադեպ ընկերություններ գերդենք իսկ որպես պատասխանատու շատ գեղեցիկ է այդ սկացումը սկացնելը նաև ներգա երիտասարդներուն երբ որ ամբողջ դարվան աշխատանքը գտեսնենք հասած է իր արդյունքին մասնագետները գուքան իրարու հետ կշաղվին իրարու հետ լավ ժամանակ կանցնեն մարդիկ որ ասենք քաղաքները գուքան որ այդքան մոտ չեն հայ մշակույթին կամ ասենք այդքան հայերեն չեն խոսիր իրենց երկիրներում մեջը երկու շաբաթ ֆորումի ընթացքին գծանոթանան ընկերներու հետ գխոսին ուրախ ժամանակ կանցնեն եւ ասենք արդեն շատ ավելի ջիկ կտապեն հայերեն խոսելու ավելի մոտ լալու հայ մշակույթին եւ արդեն գտեսնենք որ իրենց հաջորդ դարվան այցելությունը հայտեպի Հայաստան գսկսին ծրագրել այ վստահաբար շատ լավ խոսենք այս տարվան կորցնեչյան մասին հիմա անցող դարի գրծակ իրականացնել անցյալ դարի եղավ ֆորումը չէ որովհետև ես նկատի ունենալով որ Լիբանանի ապահովական գացությունը վերջին 3 տարիներուն բادرազմ կգենանք զինատատար այսպես վստահ որ նաև արկելքներ ստեղծեց իսկ այսպես ծրագիր ընդհանուր եթե պիտի ներկայացնենք ինչպես դեղի գունենա եւ մեզի այդ մանրամասնությունները փոխանցել Շատ լավ ուրեմն նախ ինչպես ասենք ուրեմն այո անցյալ դարի ունեցանք մեր ֆորումը եւ ինչպես անցավ անցյալ դարի շատ լավ էր լալով որ 30 ինչպես ասի 30 ամյակներ եւ բավական հայդակիրներ
զրակիրներ եւ ջող մտնոլորտեր աշխարհին բավական նույնիսկ հին ֆորումականներ ներկա գտնվեցան միացան շատ լավ ասենք 30 տարի մա ամփոփեցինք միասնապար եւ հաջորդ 30 տարվա աշխատանքներուն Աստված ուզենե անցանք ինչպես ասենք ուրի մենք 30 տարի է գար ինչ որ գիտեմ եւ սեմ թե միշտ եղած է ֆորումը ամեն դժվար պայմաններում նույնիսկ գիշեմ 2006-ին երբ Հուլիսյան բادرազմին նույնիսկ ցաներ պայմաններում մեջ երբ օտագայան ճիգա ջամփը Սուրիա ջամփով կան Լիբանանին բոլոր ասենք մասնագետները ներկա գտնված էին ուրեմն մեր ծրագիրը պիտի սկսի 5 հուլիսին եւ պիտի ավարտի 16 հուլիսին հիմա անգերու արենին ավելի դիտեյլ կբացատրեմ ես դիտեյլները միան ես սեմ թե մենք ունենք ֆորումի ինչպես միշտ երդասարդ հանձնախումբը որ արենին արդեն հանձնախումբի անդամ է եւ ուրիշ ընկերներ որ գիշերը ցերեգը միասնապար խառնելով շատ հետաքրքրական ծրագիրներ եւ մտնոլորտ մը կստեղծեն եւ գաբի մեջ կլանք աշխարհի բոլոր երկիրներում մեջ բոլոր համասկայնի շրջաններուն հետ բոլոր գազագերբություններուն հետ որբեսի գարենանք մեծ տիվով երդասարտները համախմբել եւ Երևան գտնվին այս տարվա ֆորումին շատ լավ արենի մեզի ինչպես պիտի ներկայացնես այսպես ծրագիրը որ պիտի մշակվի եւ երկար ժամանակ պիտի առնե այսինքն հանձնախումբը ինչ կմտած առաջին հերթին դեղի երթալեն անգախ ինչ է ձեր նպատակը ինչ պիտի իրականացնենք այս ֆորումին այս տարվան ֆորումին ստա որ ամեն տարի այդ մեկը ձեր մտքի մեջ կլա չէ այս տարի ասի իրականացնենք այո ինչն է այս տարվան համար ինչ նպատակ ունիք այս տարվան համար ամեն տարի այս տարիալ գողքին այսինքն նպատակը հայաճանաչումն ու հայրենաճանաչումն է գուզենք որ մասնագետները որոնք շատ մոտ չեն հայ մշակույթին ծանոթանան ավելի սերտ գաբեր մշակեն երկրին հետ մշակույթին հետ ավանդություններուն հետ ադոր համեմատ մենք մեր ծրագիրը կգազմագերբենք գտնենք հիմա այս տարի ինչ կա օրինակ այս տարվան ծրագրի մեջ այո այս տարի նորություն կա ուրեմն բացում է ինչպես ընկերարանը սա հուլիս 5-ին պիտի ըլլա որ մենք պիտի մեկնենք դեպի Գյումրի Գյումրին արդեն ամեն տարի տեղի կունենա բայց այս տարի նաև ավելցուցած ենք բդույթ մտեբի Լորի անպայման պիտի այցելենք Հովհաննես Թումանյանի դուն տանկարանը Տսեղքյուրի մեջ այո Լորիեն վերջ երկու օր այդտեղ անցնել է վերջ կվերադառնանք Երևան մեր Երևանի ծրագիրը գերականացնենք հիմա քիչ ավելի մանրամասնություն գուտամ իսկ նաև բդույթ մունինք որ նորեն նոր է դեպի Սյունիք պիտի ուղվենք այս տարի հիմա Տասախոսություններ, հանդիպումներ, չէ՞։ Վարգեդաց դուն տանկարաններ գերտանք, գայցել ենք վանական համալիրներ, Էջմիածին, Կարնիկեղարդ, նաև բատմամշակութային եւ գրթական կենտրոններ գերտանք, անպայման գայցել ենք Երապելուրը, Ձիձեռնագապերտի, Հուշագոտող եւ տանկարանը, այո, անպայման։ Հոսուրի պետք է նշել, որ ինչպես գիտեք, մենք մինչեւ 2020 թվական Հայաստան եւ Արցախ գլար մեր հայդակերը։ Պետք է նշել, որ 2020-ին վերջ դժբախտաբար Արցախը, որ մեր սրդին մեջն է, պիտի չի գարենանք, չի գրծանք, հիմա պիտի չի գարենանք ասել, այցելել։ Անոր դիմաց ինչպես ընկերուին ասավ, մենք ուրիշ տեղեր ընտրեցիք։ Գյումրի, Լորի եւ նույնիսկ այս տարի հիմա գսես Սյունիքի, այսինքն փորձեցինք դարբեր վայրեր ասենք Հայաստանի մեջ, որ Արցախի ասենք բանը գապը կոծենք, որ անշուշտ չի կոծվիր, բայց ստապը ոչ մեկ ձևով դժբախտաբար այսինքն, բայց մենք կփորձենք որ այս ձևով գարկ մդարբեր վայրեր այցելել եւ մշակույթները համախմբել այդ վայրերուն մեջ։ Լավ, արենի երբ որ այսպես երիտասարդներ գուքան դարբեր երկիրները, նաև իրենք դարբեր մշակույթները, դարբեր ընտանիքները գուքան, որովհետև մենք սփյուռքահայերս աշխարհով մեկ ծրված ամեն երկիր իր մշակույթը, մենք լիբանանահայենք, լիբանանցիներուն պես կվարվենք, կխոսենք, կգալենք, գուտենք, կխմենք իրենց պես, չէ՞։ Երկրի գենցաղը պիտի աստե ուզես կամ չուզես պիտի աստե կուվեր, որովհետև երկրի մեջ կա բրիս։ Ֆրանսահայը գդարբերի, Արժանտինահայը գդարբերի, Ավստրալիա հայը գդարբերի, ասենք միացնելը դեղը այսպես ոչ թե որ փախումներ պիտի ստեղծի, բայց պիտի նկատեն, չէ, որ իրենք տեսակը գխոսին, անոնք տեսակը գխոսի, մենք ցերկով ոտկով գխոսենք, մարդիկա ավելի հանդարտ գվարվին, իրենց երկրի քարակտերի նկարակին համեմատ, չէ, ինչպես կլա, մեզի բացատրի այսպես առաջին հանդիպումը իրենց։ Իրենք ճիշտ է սելոմար այնքան ասենք
գուզեն եւ այնքան գարոտ մնացած են խանտավար են որ այս պախումները շատ մեծ կամ շատ սկայուն ծևով չլան բայց դիք դարբերություններ գլան ասենք ավելի դարբեր քաղաքային դարբերություններ բայց այնքան իրենք խանտավար են գուզեն իրենց հայ մշակույթին ծանոթանալ մարդիկ որ նույնիսկ ասենք անցյալ դարի օրինակ մասնագիտում ունեինք բրազիլեն եկած էր շատ դժվար գխոսեր հայերեն գրեթե չէր հասկնար չխոսեցակ սպաներեն եւ այո անգլերեն այո շատ գդոր գխոսեր նաեւ անգլերեն բայց ամեն վարյան հերախոսը ցերկը translate կներգթարկմաներ խոսածները այո բայց շատ գեղեցիկ երկանի որ ֆորումեն վերջ արդեն ինքը ճուզեր վերադառնալ արդեն ինքը իր ասենք գեցությունը երգարացկեց սկսավ հայերեն խոսիլ ամեն վարյան Հայաստան ունի իր աստեցությունը այո բայց կախարտական երկիր է ինչպես միշտ ուրի անցյալ դարի ալ նույնը գարձեմ ասինք մեր հանդիպման երբ որ գուկան առաջին օրը երկրորդ օրը շատերուն համար առաջին անգամն է չէ՞ Հայաստան մոտավորապես ասենք Հայաստան կամ այո ֆորումի մասնակից ասենք առաջին 1-2 օրը իրար գծանոթան երրորդ չորրորդ օրը այդտեն մեկ խումբ կլան 5-րդ օր քույր եղբայր գլան վերջավորության բաժանումի լալով գտարն բաժնել իրենց իրարմեն ասի կգարձեն որ ֆորումին այո Գարևոր եւ քախտիկներեն լավակուն գեդերեն մեկն է Ճիշտ ասելու համար այո չնայած որ դարբեր քաղաքներ կան բայց ասի ֆորումին հարստություններն մեկն է այս դարբեր բազմագողմանի ասենք բազմամշակութային հայ լեզուն պիտի միացնե վերջին հայրենի հող այո բոլորն ալ գմիանան աս ինքնության հողին դակ եւ այսինքն գասկած չի գա այո արևին հարստություն բարը կործածեց միտքս եկա որ յուրաքանչյուր միություն երբ որ աշխատանք մգդանի ծրագիր մը իրականացնե իդ կա իր արխիվներում մեջ կմնա եւ որ օրը տարիներ անց մարդիկ պիտի ցանոթանան այդ ասենք գարույցին գերտան արխիվները կբանան եւ իրակորձումները կտեսնեն համասկայնի ֆորումի բարակային արխիվ բանալու պետք չունին հավաքեն աշխարհի 4 կողմեն այն անձերը որոնք ֆորումի մասնակցած են երբ որ միանան երբ վարգյանի մեջ պիտի արդեն սկան այդ գաբը հիմա մենք հաջող կխոսենք Հայաստան սպիրկ եւ Հայաստանի մեր հայրենագիտներուն եւ սպիրկի հայրենա մենք մեր եղբայրներուն քույրերուն այս բարակային այդ գաբը ամուր բահելու այս վերջին դարիներուն դժվարացավ ամեն ինչ փոխվեցավ աշխարհը շատ արագ փոխվեցավ կգարձեմ որ այս իմաստով նաեւ որքան կարեւոր է ֆորումի աշխատանքը որ դեղը նույնանանք որովհետեւ հայը չէ բրազիլեն եկեր արժանտինեն եկեր ավստրալիան թե ապրիգեն թե հնդկաստանեն եկեր բոլորս դեղը գնույնանանք հայրենիքը գմիացնեմ ես այդ իմաստով որքան կարեւոր է այս ֆորումը ուրեմն այո շատ կարեւոր է հուրի այս իմաստով մանավանդ որ մենք այսօր կգտնվենք ասենք դժվար աշխարհի պայմաններու մեջ որ էկոնոմիկ վիճակը եւ բոլոր դեսագի ասենք դժվարությունները առօրյա մեր բոլորիս հետն են եւ շատ կարեւոր է ասենք այս մեր հայ երդասարտներուն նեցուկ կանգնել մենք իրենց ջամփացույց տանք եւ բոլոր աշխատանքներով իբրև համասկային գետրոնավարչություն ֆորումի անձնախումբ բոլոր հայկական ասենք գարույցներ պետք է մենք ուղեցույցը լանք իրենց պետք է ուղենք այդ ջամփան որ հայա բահբանումը շատ կարեւոր է եւ գա եւ պիտի մնա եւ պիտի շարունակվի մեր ժամանակները ավելի հիմա մեր կորձն է մեր բարդականությունն է իբրև համասկային իբրև հայ մշակույթի բահբանող իբրև հայ լեզվի բահբանող իբրև հայ մարդ իբրև հայեցի դասարակություն ունեցող երդասարտներ մեր բարդականությունն է այս աշխատանքը դանել հաջողցնել դեգուզ ծանր սուտ չեմ խոսիր ծանր էկոնոմիկ պայմաններու մեջ տնտեսական պայմանները շատ վատ են ամեն դեղի միջայլոց ոչ մի անդիպանան շատ վատ են ուրի ամբողջ դժվարությունները թե Հայաստանի մեջ թե այսինքն շատ լոջիստիկ դժվարություններու միջև բայց քիշեր ծորեք մեր երդասարտները մեր հանձնախումբը գետրոնական վարչությունը համասկայինի հավատացող բոլոր երդասարտները բոլոր ընկերները ցերկի դված բոլորը իրար գահսնին եւ միշտ նեցուկ կգանքնին երդասարտներուն հայ լեզվի եւ հայ բահբանման բոլոր դեսագի աշխատանքներուն
նույնիսկ դժվար պայմաններում իջավ եւ այս արակելությունը պիտի շարունակենք։ Պիտի առաջ աստված, այո։ Արենի, այս տարվան TV-ին մասին խոսին, քանի երկիրները կմասնակցին եւ երբ պիտի ջամփայելեք։ Ուրեմն այս տարի, այսինքն ինչպես ամեն տարի ֆորումը գհյուրընկալ է դարբեր մասնակիցներ ամբողջ աշխարհի դարբեր երկիրներ է։ Այո, օրինակ այս տարի ունենք մասնակիցներ Հայաստանեն, Արցախեն, Լիբանանահայ եւ Սուրիահայ քաղաքներեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներեն, Կանադայեն, ունենք Ավստրալիայեն եւ Եվրոպայի դարբեր երկիրներեն։ Երկիր մգա որ գարձենք որ մենք հայերը տիվով քիչեն եւ մարդիկ կմասնակցի Բրազիլ, Բրազիլ, Արժանտինա Հիմա այս տարի չի գա, բայց եղած է, Քուվեյթը եղած է, Քուվեյթը մասնակցին։ Քուվեյթն այո, Քուվեյթը հայություն գա, այո։ Հիմա մենք ջամփա գելենք ամսուն 5 Լիբանանահայ եւ Սուրիահայ քաղաքները ջամփա գելեն ամսուն 5-ին։ Ոստեղեն։ Այո, գմիանանք բոլորս իրար հետ ամսուն 5-ին, բացումը կգադարվի եւ արդեն ծրագիրը կսկսի։ Ինչ պիտի ինեք բացումին այս տարի։ Բացումին այս տարի ինչպես ամեն տարի գերտանք Երևան Բանտոգ, այս տարի հոմ պիտի դեղի ունենա բացումը եւ անշուշտ Գեղարվեստական այգակի ընդունելություն այս բանակային իրար գծանոթանան այո համասկայնի գրասենյակ կերտանք հոնալ այո բացումը քիչմը գխոսինք իրար հետ շատ լավ ինչ են պայմանները եթե մեկը պիտի միանա ֆորումին եւ գփապակի օրինակ դերևս մարդիկ հիմա գում ընտրեն Կալդարվանը Մարգոզյան մասնագետներ գան վստահ եմ որ պայմաններ եթե ուզեն իրենք թիմեր ինչպես գնեք դուք կթիմեք սովորաբար քաղաքներ օրինակ համասկայնի գրասենյակը ինչ գիտնամ եթե ավստրալիա մեջ հոն գտիմեք կսեք որ դուք ով ունիք ով գփապակի այդպես կլա աշխատանքը ուրեմն գրասենյակի միջոցով ուրեմն ֆորումի նախանցախումբը ամեն տարվա ֆորումեն վերջ իդ մեգամիս հանգիստ առնել է վերջ իդ աշխատանքներու կսկսենք մենք նախ բոլոր շրջաններուն հետ ժողովի մեջ կլանք կտիմենք իրենց գաբեր կհաստատենք եւ նույնիսկ մեր գայքեչներուն վրա բոլոր դեսակ թիմումները եւ ծրագիրները գզեդեղենք եւ գաշխատենք ասենք կսկսենք աշխատել բոլոր երկիրներուն հետ բոլոր մեր հայ քաղաքներուն հոմենտմենին հետ ասենք հոմի հետ բոլոր դեսագի ասենք մեր քույրություններուն հետ որբեսի գարենան իրեն օժանդակել մեզի եւ ասենք երդասարտներու մեծ տիվով երդասարտներու հասնել եւ ասենք միշտ աշխատանքը այդպես կլա եւ անշուշտ մարդիկ ալ երբ որ գայքեչներուն վեճ կդեսնեն գուզեն իրեն գալ գաբին շատ տիվով ալ մարդիկ ընկերուին գիտե շատ տիվով մարդիկ իրենք արդեն գաբին որտեվ ասչապ դարի կդեսնեն լսած են մեդիայի վրա Facebook-ի այս աշխատանքը ընդանուր ծևով եւ անշուշտ հանձնախումբը եւ մենք միշտ հետեւողական ծևով միշտ միասնապար աշխատանքը կդանենք եւ գահստինք արդյունքին որ գահստինք հույսով ենք որ այս տարի ալ շատ լավ ծևով առաջացված քանի է տիվը այս տարվա մասնագետներուն հիմա մոտավորապես ունենք մինչև 25-ի շուրջ մասնագետ այո մանավանդ մեր տիվը այդպես այսինքն որոշ բամը ճշտած եք արավելակույնը 30 գրնալա բադահացը 30 հոգիով ֆորում ուրացեք մեր դարին 2017 թվականին 35-էր իսկ անցյալ դարի 30-ամյակներ 30 հոգի 30 հոգիով այսինքն տիվը ասիգա եւ գխոսինք աշխատանքներում ասեն ասի միան եթե գեցություն ամեն մարդու լադիգա պասպորի վիզայի այսինքն մուտքի արտոնակիր անցակիր տարբեր երկիր ասենք աշխատանք են մինիմում 6-7 ամսվա աշխատանք է որ անցախումբը մենք միասնապար աշխատենք եւ at megamisse որ at երդասարտ ասենք 15 օրը որ at երդասարտները հոնգլան ադոր հետևանքը ադի հետևանքն է 6-7 ամսվա աշխատանքի որ արդյունքը լավ արենի այսպես այս դարվան համար թեմամը ճշտեցիք օրինակ փամ թեմքը անունը փամը բիդի իրականացեք կամ քույնը այս դարվան ինչ է ընդհանուր այսպես ուղղությունը դեպի ուր գերտա այս տարի հիմա այս տարի ինչպես որ ասենք նոր վայրերը մեկը որ պիտի այցելենք Սյունիքն է հետևաբար Լորին եւ Սյունիքը շատ կարեւոր ասենք կարևորություն ունին այս տարվա ծրագրի մեջ ջիկ պիտի տապենք նոր վայրերը իրենց բացադրելու իրենց ծանոթացնելու չէ այսինքն ոչ որ հadoop tour guide-եր պատասխանատուներ գլան որոնք Հայաստանի մեջ հիմա ընդհանրապես հանձնախումբին անդամներ այո բայց եթե ասենք հadoop
Թանկարանի մկացած ենք ոնդեղ այո բայց ադենները մեր տասախոսներն մեզի գմիանան որպես տասախոսություն ասանք կալելով մեզի կներկայացնեն ով են տասախոսները այս տարվա նոր թեմքեր կան հիմա նոր թեմքեր կան մեկը եթե ստուգեմ ռամեցեք եթե ունիկ այո Գարժե գիտնալ թե ովքեր ստանցնած են եւ ինչ նյութեր պիտի ներկայացնեն, որովհետեւ բդույթներն անգախ նաեւ այդալ կարեւոր է, չէ՞, թե ինչ նյութեր պիտի ներկայացնեն։ Այո, հիմա օրինակ ունինք տասախոսությունը հայկական ինքնության մասին, որ ով է հայը, ընկեր Ռուբեն Ջամբազյանը պիտի ներկայացնի։ Ունինք նաեւ ուրիշ Տասախոսություն, գերտանք օրինակ գոմիդասի դուն տանկարանը ոնդեղ ընգերուի ձովինար արծնունին կներկայացնե մեզի տանկարանի և ընդանուր գոմիդասի գյանքի մասին Այս թեվով այսինքն ընդհանրապես, այո Շատ լավ, ընդհանրապես մեր ինքնության հետ կապված խնդիրներ եւ վստահ որ իրենք ալվաղը հարցումներ կունենան գարժե նաեւ ես միշտ մտածեմ որ գարժե այդ սենյակի մեջ ըլլալ ոչ միայն մդիկ ընել ոչ միայն լսել տասախոս նաեւ դեսնել ամենակարևորը կգարձեմ որ իրենք կսկսին հարցումներ հարցնել եւ կդեսնես որ կամած գապ կհաստատվի մեկը մյուսին է որովհետեւ օղակ մնենք մենք բոլորս միացած իրարու եւ այդ շղթան վերջավորության պիտի կա հայրենի հողին վրա պիտի ամրանա իր արմատները հոմբիդի դեն շտատի կդեսնես չէ ճիշտ է այսինքն հիմա մենք որպես լիբանանահայ քաղուտի անդամներ քիչմը թյուրին գուկա մեզի շատ մոդենք Հայաստանին շատ մոդենք հայ մշակույթի այլ երկիրները երկրները որոնք կյանքերնի մեջ Հայաստանը չեն դեսած այսինքն շատ աչքով գտիդեն այո եւ ինչ հաջելի է դեսնելը ինչքան հետաքրքրական է իրենց համար ինչքան հարցում կհարցնեն ինչ հարցումներ իրենց միտքեն գանցնի շատ գեղեցիկ է այսինքն մենք այդքան չենք դեսներ այդ դարբերությունը ինչքան իրենք Վստահ իրենց աչքով պիտի դիտես Հայաստանը այդ հետաքրքրական գլա որովհետեւ երբ որ առաջին անգամ դու գիշես վստահ առաջին այցելությունդ եւ հիմա երթալը նույնը սկացումն է առաջին այցելությունը ձեր առաջին այցելությունը ինչ էր առաջին այցելությունը ցնցում այսպես երազմն էր որ իրականացավ ես լավ գիշեմ օտագայանը երբ որ օտանավեն ելա երբ որ գմտնես օտագային եւ պիտի իջնես եւ հոն գեցող հոստես աղջիկը որ սա բարի եկակ Երևան ես արդեն լալուս եմ ինչը վերան այսինքն անակս ադիարացի այցելությունը բոլորիս համար շատ ուզիչ է այո ասի երդասարտները ինչպես կսենք որ լիբանանեն գրնալ Սուրիայում հաջախ Հայաստան կամ Երևան եղած են անշուշտ նույնիսկ մյուս երկիրն է բայց այն երդասարտը որ առաջին անգամն է Երևան գտնվի որ եւ ֆորումի այդ մտնոլորտի մեջ կգարձեն որ իսկապես 100 իր կողունակությունը առաջին անգամեն գստանա եւ դեմքին շբիդեն գտած նկարած սևեն երացային արած ամեն վարյան 100,000 full package full package ճիշտ շատ լավ մենք շնորհակալություն բիդայնենք ձեզ եթե սելիկներ ունի կրամեցեք ձեր վերջին խոսքը ինչպես ասինք օրինակ շնորհակալություն ձեզի մեզ յուրընկալելու համար ինչպես միշտ գպապակինք որ մեր աշխատանքները հաջող ընտանան այս ֆորումի ընթացքինալ եւ մենք եկող 30 դարվա ասենք աշխատանքներ ունալ մեր բոլոր 30 եւս ավել 30 ավելցնենք ինչու ոչ ավելի կարևորը որ միշտ մնանք հայ մշակույթի բահբան միշտ մնանք հայ լեզվի հայերեն խոսենք մեր բոլոր ընկերներով բոլոր ասենք երդասարտներով եւ միասնապար գարենանք միշտ հաջողցնել եւ մնալ հայ ժողովրդի Հայաստանի եւ բոլորին գողքին շատ լավ Արենի պիտի փակենք մեր հաղորդում ինչ պիտի ասես մեր ագնցիրներուն եւ ունգընցիրներուն շատ շնորհակալ ենք մենք ես այսօրվա հարցազրույցին համար շատ հաճելի էր եւ մենք գոչ կուղենք այսինքն մույս երիտասարդներուն ասենք լան նույնիսկ Լիբանանեն կամ ուրիշ երկիրները ֆորումը այսինքն շատ եզակի ծրագիր մնե շատ գդարբերվի ուրիշ ծրագիրները լման ուրիշ աչքով գտեսնենք Հայաստանը ֆորումի մեջ են հետևաբար եկեք միացեք մեզի այս դարի եկող դարիներուն եւ թե հաջելի ժամանակ անցուցեք մեր հայրենիքի հողին վրան թե ալ երկարադեպ ընկերություններ գերդեցեք եւ միշտ ասանք շատ սերտ գաբեր հաստատենք բահբանենք մեր Երգրին մշակույթին ավանդություններուն հետ շատ լավ ապրին ֆորումականները
հաջողություն ցեզի, բարի ճանապարհ, երթակ վերաթարնակ, երթակ վերաթարնակ եւ անշուշտ բաց կգադար բոլորին, որոնք աշխատեցան եւ բարի վայելում ցեզի։ Հարկելի ունգընտիրներ, մեր զրուցակիցներն էին Արենի Խաչատուրյանը, Արենին սիրելներ ֆորումի պատասխանատու է եւ անշուշտ ծանոթ եք սիրելիներ համասկայինի գետրոնական վարչության անդամ ֆորումի ներկայացուցիչ Ընկեր Արաքեվարքյանը։ Բարի եկած եք անգամ եւս Անտոնի շնորհակալություն։ Ձեզի հետ հուրին մնացեք բանացայինի ունգընտիրի եւ տեսություն։